Հարմրու լրատվականին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն Նաթար arczepiskopos Հովհաննիսյանին երեկոյան ժամը 18:00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե են հրավիրել ու հարցաքննել։ Մեզ ասած տեղեկությունների համաձայն կոմիտեում հարցաքննությունը կարճ է տևել։ Ավելին, երբ arczepiskoposին հարցրել են, ինքն է խոսել այդ ձայնագրության մեջ, արդյոք իր ձայնն է թե ոչ, նա ի պատասխան իր մտերիմների հայտնել է, որ անօրինական ձեռք բերված խոսակցության հետ կապված ինքը ասելիք չունի։ Ըստ էության, դատելով իրավիճակից arczepiskoposը նաև այս արտահայտությունը հնչեցրել է քննչական կոմիտեում։ Ինչ է նշանակում մորոց վերցրու գնա Նիկոլի դեմ։ Նիկոլի հերը շուն դառ է, իմ մերը խաղալիք է, ինչ է։ Տաղեն զոհված ինքը վիշտը ստիպը պիտի գնա Նիկոլի դեմ բան անի, ցույց անի, ինչա թե կաթողիկոսը տեսնի ուրախանա, հրճվի։ Հայտնել են, որ քննչական կոմիտեն նոր գործընթաց է սկսելու Գարեգին Բ-ի շուրջ հոկտեմբերի 17-ին համացանցում հայտնվել էր Նաթար arczepiskopos Հովհաննիսյանի եւ Գարեգին Բ-ի նախկին գավազանակիր Աղան Աբեղա Երնջակյանի 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրությունը։ Ձայնագրության բովանդակությունը այն մասին էր, թե իբր Գարեգին Բ-ն եկեղեցականներին ստիպել է մասնակցել հակաիշխանական ցույցերին, որի դեմ որոշ հոգևորականներ ընդվզել են։ Հարմրու լրատվականը դիմել էր գլխավոր դատախազություն։ Ի պատասխան գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակներում քննության առարկա կդառնա։ Իսկ ինչ վարույթի մասին է խոսքը։ Մեզ հասած լուրերի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու եւ խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ, որի շրջանակներում կալանավորվել էին Արագածոտնի թեմի առաջնորդը arczepiskopos Պրոշյանը, որը Գարեգին Բ-ի քրոջ որդին է, Տեր Գարեգինը եւ առաջնորդանի հաշվապահը։ Եվ ահա համացանցում արկա ձայնագրությունը ուղարկվել է քննչական կոմիտե, որպեսզի վերոնշյալ վարույթի շրջանակներում քննություն իրականացնեն։ Եվ ահա քննության արդյունքում հարցաքննվել է Նաթար arczepiskopos Հովհաննիսյանը։